Առաջինն է եթերում, բարև ձեզ, դուք դիտում եք օրվա գլխավոր թողարկումը այսօր ծրագրում։ Շախմատի հայ հանճարի հերթական նվաճումը, Լևոն Արոնյանը հաղթում է շախմատային պատմության մեջ ամենահզոր կազմն ունեցող մոսկովյան մրցաշարում։ Ավարտվել է համահայկական հեռուստամարաթոնի Լոս Անջելեսյան փուլը, հավաքագրվել է ավելի քան 12 միլիոն դոլար։ Սպասվող մոսկովյան դրամահավաք ճաշկերույթից հետո էլ բարձ կդառնա հանգանակված գումարի վերջնական պատկերը։ Երևանում ստորագրվել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցառումների 2012-ի ծրագիրը։ Հայաստանում կանցկացվեն համատեղ զորավարժություններ։ Հայկական զինուժի պատասխանը Ադրբեջանի սադրիչ գործողություններին, պատժիչ գործողություն շփման գծում։ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցել նախարարինքից կոլեգիայի նիստ, քննարկվել է զինված ուժերի զարգացման ընթացքը։ Ծագող աստղերը Կրեմլում, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջին տիկինները մասնակցել են երիտասարդ կատարողների միջազգային փառատոնին։ Մեկ ամսյա դադարից հետո արտախորհրդարանական ընդդիմությունը հրավիրել է հերթական, այս տարվա ընթացքում վերջին հանրահավաք։ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ներքաղաքական իրավիճակն ու բացել կոնգրեսի քաղաքական մարտավարությունը։ Սկսենք հայկական շախմատային հանճարի հերթական տրիումֆից։ Մոտ 1 ժամ առաջ Մոսկվայում ավարտված շախմատային պատմության ամենաբարձր 22-րդ կարգի գերմրցաշարում Լևոն Արոնյանը գրանցեց իր անհատական կարիերայի հերթական խոշոր նվաճումը։ 3 ուշ երեկոյան հաղթելով ռուսական շախմատի առաջատար Պյոտր Սվիդլերին, Արոնյանը դարձել էր աշխարհի 7-րդ չեմպիոն Միխայել Տալի ուշամրցաշարի միանձնյա առաջատար։ Ճիշտ է, վերջին տուրում աներևակայելի ջանքերի գնով Արոնյանին կարողացավ հասնել եւ նրա հետ առաջին մրցանակը կիսելու իրավունք վաստակեց համաշխարհային դասակարգման առաջին համարը նորվեգացի Մագնուս Կարլսենը, սակայն դա ոչ մի կերպ չի նվազեցնում Արոնյանի նվաճումը։ Նա գրեթե բոլոր պարտիաներում գերազանցեց իր մրցակիցներին, վարպետությամբ ու դիրքի իր գնահատականների խորությամբ։ Նա հաղթական դիրքեր էր ստացել նույն Կարլսենի, Անանդի, Կրամնիկի, Նակամուրայի հետ խաղերում, որոնք ի վերջո ավարտվեցին ոչ ոքի։ Արոնյանը չկրեց ոչ մի պարտություն եւ իմաստուն խաղի առաջին դեմքերի հետ պայքարում այլոց թվում իր հետևում թողեց նաեւ աշխարհի չեմպիոնին ու հավակնորդին։ Արոնյանը նաեւ ավելացրել է իր անհատական վարկանիշը, շրջանցելով աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին։ Նա այժմ երկրորդն է։ Շնորհավորում ենք Լևոնին եւ հույս հայտնում, որ աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի ու մյուս բոլոր կոչումներին նա շատ մոտ ապագայում կավելացնի աշխարհի գահակալի տիտղոսը։ Համահայկական հերթական հեռուստամարաթոնն ավարտվեց։ Հանգանակվել է 12 միլիոն 286 հազար 478 դոլար։ Դատելով 14-րդ հեռուստամարաթոնի ցուցանիշներից հարկ է նկատել, որ ընդլայնվում է ոչ միայն դրամահավաքի մրցակիցների աշխարհագրությունը, այլև մասնակիցների շրջանակն ու հանգանակվող գումարի չափը։ Այս տարվա հեռուստամարաթոնին հանգանակած գումարը ավելի քան 2 միլիոն դոլարով գերազանցել է նախորդ տարվա արդյունքում։ Բացի այդ, ակտիվում մոսկովյան ճաշկերույթը, որի ժամանակ անցյալ տարի հանգանակվել էր 10 միլիոն 600 հազար դոլար։ Հանգանակության ընդհանուր պատկերը հասցնելով 20 միլիոն 800 հազար դոլար։ Այս տարի Ռուսաստանաբնակ գործարարների մասնակցությամբ ճաշկերույթ դրամահավաքը նախատեսված է դեկտեմբերի 2-րդ կեսին։ Լոս Անջելեսյան դրամահավաքի մասին պատմում է Լիլիթ Ցեթրակյանը։ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը 14-րդ անգամ համախմբեց աշխարհի հայերին մեկ նպատակի շուրջ՝ Արցախի գյուղերին ջուր հասցնելու նպատակը արդեն 2-րդ տարին հռչակում է հիմնադրամի գլխավոր անելիքը եւ միլիոնավոր հայերին համախմբող գաղափար։ Հանուն այդ գաղափարի իրագործման այս տարի հավաքվեց ավելի քան 12 միլիոն դոլար, որը սակայն համահայկական հանգանակության ամբողջական պատկերը չէ։ 12-ժամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 12 միլիոն 286 հազար դոլարը չի ներառում Ռուսաստանի հայ համայնքի հանգանակությունը, այն կկայանա հաջորդ ամիս։ Պետք է հիշեցնեմ, որ անցած տարի ընդհանուր առմամբ մենք գրանցեցինք 20 միլիոն 800 հազար դոլար ընդհանուր գումար, որից 10 միլիոն 600 հազարը հավաքվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս տարի Ռուսաստանի Դաշնության ճաշկերույթը տեղի ունենալու դեկտեմբերի վերջին եւ փաստորեն այստեղ մեր նպատակն է գերազանցել 10 միլիոն 200 հազար դոլար, ինչը մենք արեցինք։ Հեռուստամարաթոնին հեռուստացույցով կամ ինտերնետով հնարավոր էր հետևել աշխարհի ցանկացած վայրից։ Դրամահավաքի աշխարհագրությունն էլ լայն էր։ Նվիրատվություններ եղան բոլոր երկրներից, որտեղ հայ է ապրում։ Ամենախոշոր նվիրատվությունը 700 հազար դոլար էր։ Ամերիկահայ բարերարի կողմից եղան նաև մի քանի կես միլիոնի փոխանցումներ, բազմաթիվ էին 100 եւ 50 հազարական դոլարի նվիրատվությունները Սփյուռքից եւ Հայաստանից։ Այս տարի առաջին անգամ հեռուստամարաթոնը ցուցադրվեց նաև ամերիկյան լսարանի համար։ Հայտնի CBS հեռուստացանցի տեղական K-Cal 9-րդ ալիքով։ Հարցն այն էր, որպեսզի եթե հնարավոր է
նաև ամերիկացիներին ներառենք այս գործի մեջ եւ արդեն տեսնում ենք ոչ հայկական ազգանուններ, դեռևս շուտ է ասելու թե քանի հոգի դա կլինի։ Դեկտեմբերի վերջին կհրապարակվեն նվիրատուների անունները եւ հանգանակությունների չափը։ Այդ ժամանակ հայտնի կլինի նաև ամենամյա դրամահավաքի այս տարվա ընդհանուր ցուցանիշը ներառյալ Ռուսաստանի հայ համայնքի ներդրումը։ Հեռուստատեսային ստուդիայից մարաթոնի ամբողջ ընթացքին հետևում էր եւ պարբերաբար Սփյուռքին դիմում Արցախի նախագահը։ Մենք միշտ էլ նկատել ենք Սփյուռքի ընդգծված վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ եւ մենք տեսնում ենք, որ դա այսպես մի անսպար եւ շատ բնորոշ հատկանիշ է Սփյուռքին եւ մենք տեսնում ենք, որ Սփյուռքը շարունակում է ապրել հայրենիքի հոգսերով, Սփյուռքը ցուցաբերում է բավականին ակտիվ մասնակցություն մեր երկրի շենացման գործընթացներին։ Արցախի նախագահին ուրախացրել է Հայաստան հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տեղեկությունը, որ այս տարի ավելացել է երիտասարդների մասնակցությունը։ Մեր քույր եղբայրները Հայաստանում են ու Ղարաբաղում են ու մենք պարտականություն ունենք որպես նույն ազգակից, որ մասնակցենք ու օգնենք մենք իրար։ Գոհ ենք եւ շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին, մանավանդ այս գեղեցիկ հայ երիտասարդ նվիրյալները։ Մեր սպասումները արդարացավ, $2 միլիոն ավելի հավաքեցինք։ Այնպես որ սա ցուցանիշ է, լավ ցուցանիշ է։ Հիմնադրամի պատասխանատուները հիշեցնում են, որ հանգանակությունը հեռուստամարաթոնով չի սկսվում եւ ավարտվում։ Արցախին ջուր հասցնելու եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ավելի բարեկարգ դարձնելու ծրագրերին կարելի է աջակցել ամբողջ տարին։ Հիմնադրամի 22 գրասենյակների եւ համացանցի միջոցով։ Ցետրակյան, Գյուլեզյան, Առաջին լրատվական, Միացյալ Նահանգներ։ Կոպենհագենում հիմնվել է Հայաստանի դեսպանություն, որի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Դանիայի արտգործնախարարները, ովքեր նշել են, որ դեսպանատան բացումը վկայում է երկու երկրների հարաբերություններն առավել զարգացնելու եւ ամրապնդելու նպատակաուղղվածության մասին։ Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաև Դանիայի խորհրդարան, արտգործնախարարության ներկայացուցիչների հետ քննարկել առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր։ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթում անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասել է. Մեջբերում է. Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում։ Արդյոք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման, կամ ինչու է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ, ասել է Հայաստանի արտգործնախարարը։ Եվս մի կարևոր իրադարձություն Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ Բրյուսելում այսօր տեղի ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 12-րդ նիստը։ Նիստը որպես խորհրդի նախագահ վարել է Հայաստանի արտգործնախարարը։ Նա ներկայացրել է Եվրամերձեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եւ նշել, որ Եվրամիության հետ գործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Լեհաստանի արտաքին գործերի պետքարտուղարը եւ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բարձր են գնահատել արձանագրված առաջընթացը։ Առանցքային երկու հարցերի մասին կողմերը քննարկել են հաջորդ տարվա առաջին կեսին խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի հնարավորությունը։ Եվ երկրորդը, նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն ավարտել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները եւ համապատասխան քայլեր է սպասում եվրոպական կողմից։ Լեհաստանի պետքարտուղար Դովլիգևիչը նավաստիացրել է, որ մինչև լեհական նախագահության ավարտը, այսինքն այս տարեվերջ, Եվրոպական հանձնաժողովի կողմից մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մանդատը կհաստատվի Եվրոպական խորհրդի կողմից։ Եվրոպական պատվիրակությունը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։ Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այդ ենթատեքստում եվրոպական կողմը նշել է, որ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ գործընթացին։ Հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ։ Երևանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արտուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան այսօր ստորագրել են համագործակցության ծրագիր, որով կիրականացվեն բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը նպատակ ունեն ակտիվացնել ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը։
2012-ի համատեղ միջոցառումների պլան ՀԱՊԿ շրջանակում։ Այսպիսի փաստաթուղթ այսօր ստորագրեցին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Այս պլանի մանրամասները Արթուր Բաղդասարյանը եւ Նիկոլայ Բորդյուժան ճշտել են Մոսկվայում եւ Երևանում նախորդած բանակցությունների ժամանակ։ Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների շփումներն արդեն խորը բնույթ ունեն։ Ձեռք են բերվել համատեղ գործողությունները խորացնելու պայմանավորվածություններ, ապահովելու համար ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Հայաստանի անվտանգությունը օգտագործելով համատեղ ներուժը։ Այդ պլանում Բորդյուժայի խոսքով գերակշռում են Հայաստանի համար հետաքրքրություններ կայացնող թեմաները, մասնավորապես ռազմատնտեսական համագործակցությունը եւ ռազմատեխնիկական ոլորտում ծառայությունների համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորությունը, նաեւ տեղեկատվական անվտանգության առնչվող հարցերը։ Մեծ ուշադրություն է հատկացվել հավաքական ուժերի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժությունների նախապատրաստմանը, որը պլանավորված է անցկացնել 2012-ին Հայաստանում։ Այդ նպատակով Երևան է ժամանել աշխատանքային մեծ խումբ եւ մի քանի օր աշխատել է Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Ես անձամբ շատ բավարարված եմ նրանով, որ մեր այսպիսի համագործակցությունը շատ ամուր է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կանոնավոր շփումների այն ձևաչափը, որ առաջարկեց Արթուր Բաղդասարյանը, թույլ է տալիս գտնել այն որոշ հարցերը, որոնք մենք գուցե ոչ այնքան ակտիվ ենք լուծում։ Իսկ գլխավորը կրկնակի ուժեղացնել ուշադրությունը այն ուղղություններով, որոնք առավել կարևոր ու առաջնահերթ են Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար։ Մենք չափազանց կարևոր ենք համարում 2012 թվականին Հայաստանի տարածքում անցկացվող հարագարձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները եւ այսօրվա ստորագրված պլանի համաձայն Երևան քաղաքում եւ Մոսկվայում կիրականացվեն կարևորագույն միջոցառումներ, որոնք ինչպես նշեց պարոն Բորդյուժան, ուղղված են մեր համագործակցությունը ՀԱՊ շրջանակներում ել ավելի կատարելագործելու, որոնք ի վերջո ուղղված են մեր երկրի անվտանգության մակարդակի հետագա բարձրացմանը։ Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց, որ 2012-ի զորավարժությունները Հայաստանում կանցնեն ամենաբարձր մակարդակով։ Ընդհանուր առմամբ ծրագրված է անցկացնել 15 միջոցառում։ Արդյոք այդ պլանով նախատեսված է Հայաստանի զինված ուժերը համալրել նորագույն զինատեսակներով։ Այն նախատեսում է ժամանակակից զինատեսակներով հագեցնել հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման անձնակազմերը, իսկ նրանց թվում նաև Հայաստանի Հանրապետության անձնակազմն է։ Դրան գումարած այն, ինչ արվում է այսօր ռազմատնտեսական ոլորտում, հատկապես մի շարք ռուսաստանյան կենտրոնների կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Հայաստանի տարածքում, ծառայությունների վերանորոգման, որոշ տեսակների արդիականացման, իսկ դա արդեն իրողություն է։ Այդ ամենը նույնպես ներդրում է հայկական զինված ուժերը ժամանակակից զինատեսակներով ապահովելու գործում։ Նախատեսվում է, որ դեկտեմբերի 20-ին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում այդ ծրագիրը կառաջարկվի նախագահների հաստատմանը։ Տաթևիկ Նալբանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Մեկ ամսյա ընդմիջումից հետո Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն է անցկացրել Հայ ազգային կոնգրեսը։ Արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, գնահատել Հայ ազգային կոնգրեսի ձեռքբերումները եւ մատնանշել իր ղեկավարած կառույցի քաղաքական մարտավարության հետագա ուղղությունները։ Անդրադառնալով վերջին շրջանի պաշտոնանկություններին ու չբացառելով դրանց շարունակությունն առաջիկայում, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդն առանձնացրել է ընտրովի մարմինների ղեկավարների, ազգային ժողովի նախագահի եւ Երևանի քաղաքապետի հրաժարականները եւ ասել, որ այն խոսում է իշխանության համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին։ ՀԱԿ առաջնորդն ասել է, որ խորհրդարանն իր հիմնական իշխանության գործադիր մարմինների հակակշռման դերակատարումը 1999 թվականից սկսած չի կատարում եւ դարձել է գործադիր մարմինների քծորդը։ Ինչն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրում կուտակված խնդիրների հիմնական պատճառն է։ Հանրապետության առաջին նախագահը խոսել է նաև իշխող քաղաքական կոալիցիայի ներսում իր բառերով մեջբերում է գոյություն ունեցող տարաձայնությունների մասին եւ ասել, որ առաջիկա քաղաքական զարգացումները կարող են հող նախապատրաստել ընդդիմադիր ճակատի ընդլայնման համար եւ ներկայացրել է նման համագործակցության Հայ ազգային կոնգրեսի պայմաններն ու հնարավոր տարբերակները։ Որպես վերջին 3.5 տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսի հիմնական ձեռքբերումներ Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնացրել է Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արգելքի վերացումը, մարտի 1-յան իրադարձությունների բացահայտման շուրջ հնչած պաշտոնական հավաստիացումները եւ մարտի 1-ից հետո անազատության մեջ հայտնված ՀԱԿ համախոհների ազատ արձակումը։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, Կոնգրեսն այս ընթացքում եղել եւ մնում է երկրում գրանցված դրական տեղաշարժերի խթանման գլխավոր գործոնը, որի ակտիվ գործունեության արդյունքում մի կողմից բարձրացել է հասարակության քաղաքացիական գիտակցությունն ու երկրի ժողովրդավարացման պահանջը, մյուս կողմից միջազգային հանրությունը զգալիորեն փոխել է իր վերաբերմունքը հայաստանյան իրողությունների նկատմամբ։
Հակառաջնորդն հատուկ անդրադարձել է նաև իր վերջին հանրահավաքային ելույթից հետո մամուլում եւ փորձագիտական շրջանակներում տեղ գտած թյուրընկալումներին, ըստ որոնց Հայ ազգային կոնգրեսն այսպիսով հրաժարվում է մեր երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր քաղաքական պահանջից եւ պատրաստվում է մասնակցել գալիք գարնան կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին։ Իմ ասացի իմաստը չափազանց հստակ է եւ նրանում դավադրություն կամ կրիմինալ փնտրելու միտքը որևէ առողջ ուղեղում հազիվ թե կարող է տեղավորվել։ Թեև դժվար է ավելի հստակ արտահայտվել, բայց հետագա նմանօրինակ ընկալումներից խուսափելու համար այնուամենայնիվ փորձեմ 3.5 տարի շարունակ մենք այո բոլոր զրկանքների, տառապանքների, հալածանքների, բոլոր հնարավոր միջոցներով պայքարել ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Այսուհետև եւս նույն համառությամբ ու հետևողականությամբ թեկուզ նորից ենթարկվելով զրկանքների ու հալածանքների շարունակելու ենք ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար, որովհետև համարում ենք որ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունները ոչ միայն ամենևին չեն սպառվել, այլև իշխանական ճամբարում առաջացած երկպառակությունների եւ սկանդալային պաշտոնանկությունների հետևանքով ավելի են մեծացել։ Բայց եթե հակառակ մեր թափած բոլոր ջանքերին, ձեզ հետ միասին, մեր թափած բոլոր ջանքերին արտահերթ ընտրություններ այդպես էլ տեղի չունենան, ինչը ռեալիստ լինելով հասկանում ենք, որ բացառված չէ, ապա մենք բնականաբար որպես ինստիտուցիոնալ քաղաքական ուժ իրավունք չունենք չմասնակցել հերթական ընտրություններին։ Ահա եւ ձեզ ողջ դավադրությունն ու կրիմինալը։ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել է, որ առաջիկայում կոնգրեսը կշարունակի իր ջանքերը կենտրոնացնել մարզային տարածքային կառույցների աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։ Եվ վերջում կոնգրեսի առաջնորդը նշել է, որ ձմռան հարուցած բարդություններով եւ այս տարի ցուրտ ձմեռ ունենալու կանխատեսումներով պայմանավորված Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա արդեն եկող տարի 2012 թվականի փետրվարին։ Արտակարգ զարգացումների պարագայում չբացառելով նաև հանրահավաքների հրավիրումը մինչև փետրվար։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր համախոհներին մաղթել է լավ տրամադրությամբ դիմավորել գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ ցանկացել, որ 2012 թվականը դառնա անձնական ու հավաքական իղձերի իրականացման տարի։ Այսօրվա հանրահավաքից հետո երթ տեղի չի ունեցել։ Կազմակերպիչները հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ հայտարարություններ չեն արել։ Ոստիկանությունն է տվյալներ տարածել, որոնցով հանրահավաքին մասնակցել է 2700 քաղաքացի, պահպանվել է պատշաճ հասարակական կարգը։ Հայկական զինված ուժերը պատասխանել են Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությանը, ընդ որում զգուշացնելով, որ պատասխանը կլինի անհամեմատ կոշտ ու ոչ համարժեք։ Արցախի պաշտպանության բանակին մոտ կանգնած աղբյուրը առաջին լրատվականին տեղեկացրել է, որ նախորդային շփման գծի հարավարևելյան հատվածում Հորադիսի դիրքերի ուղղությամբ իրականացված գործողության հետևանքով ոչնչացվել է ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող։ Դա արվել է ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին երկու հայ զինծառայողների մահվան։ Ըստ մեր աղբյուրի պատժիչ գործողության այս փուլի մեկնարկը տրված է եւ այն իրականացվելու է շփման գծի ամբողջ երկայնքով, ապահովելով պատճառված վնասի ողջամիտ անհամարժեքություն։ Իդեպ, վերջերս հենց պատժիչ գործողության ժամանակ խիզախությամբ աչքի ընկած հայ զինվորին այցելել էր Հայաստանի նախագահը։ Ստեփանավանցի Ղաբուզյանների ներողություն ընտանիքին նախագահի հանձնարարությամբ հատկացվել է նոր բնակարան։ Նորակառույց շենքում։ Բնակարանի հավաստագիրն ու բանալիները ընտանիքին են հանձնել Լոռու մարզպետն ու Ստեփանավանի քաղաքապետը։ Արտակն անցած տարի ցուցաբերելով խիզախություն եւ ճիշտ կողմնորոշվելով ծայրահեղ բարդ իրավիճակում կարողացել էր գնդակարել հայկական դիրքեր ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտին։ Գործած բացառիկ սխրանքի համար Արտակ Ղաբուզյանն արժանացել է Հայաստանի ու Արցախի պետական կոչումների։ Մոտավորապես գիտեմ, լավ գիտեմ ու հարցիկետի։ Բայց Իբրագիմով Պարապած բաքսյոր պատրաստված դիվերսանտալ է։ 2010-ի հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում հերթական եռակողմ հանդիպումներ Արցախյան կարգավորման օրակարգով։ Այդ օրը դեռ հայտնի չէր բանակցության արդյունքը կամ մթնոլորտը, սակայն նույն օրը երեկոյան Ալիևը անակնկալ լքեց Պետերբուրգը, չսպասելով տնտեսական ֆորումին։
Մեկ օր անց հունիսի 18-ի երեկոյան ադրբեջանցի դիվերսանտը ներթափանցեց մեր դիրք, կարողացավ սպանել մի քանի հայ զինվորի, մինչև նրան ընդառաջ չեկավ շարքային Արտակ Ղաբուզյանը։ Նայում է բան, դիմացը բան ծորոտ տեղ է, էլի։ Նայում է բան, շրջում է, ինձ տենում է, խոսում է ու միանգամից բան կրակում եմ իրան։ Գնում է գետնին, դան մտնում եմ մագազին եմ խփում, մի հատ էլ գրով եմ տանում։ Ինչ էր խոսում արդեն։ Չգիտեմ թուրքային 3 բառ ասեց, դա միշում։ Այժմ այդ ամենն արդեն պատմություն է։ Արտակը փրկեց իր մի քանի ընկերոջ կյանք։ Արժանացավ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների կառավարական պարգևների, զորացրվեց, վերադարձավ հայրենի Ստեփանավան, ապրելու այն նույն վագոն տնակում, որտեղ զրկանքների գնով նրա ծնողները հերոս զինվոր են մեծացրել։ Ստա եմ քնել տալը։ Այս բանկով են։ Հա։ Ես քսախ պոլիսս, ստայքուրս։ Այս ամենը մի փոքր նման է հեքիաթի, բայց ի տարբերություն հեքիաթի իրական կյանքում էլ է պատահում։ Արժանավոր մարդիկ դիմում են երկրի առաջին դեմքին, նա անձամբ է այցելում, ամենը տեսնում իր աչքերով ու տալիս համապատասխան հանձնարարական։ Տնից պապաս մամաս հենց բան են գրել, դիմում են գրել ոնց որ։ Գրել են որ վատ պայմանների մեջ են խնդրում ենք, եթե հնարավորություն կա օգնեք։ Ու չենք էլ կասկածում, եթե հանրապետության նախագահան ինքը ասեց, որ ինչ-որ մի բան պետք է անի։ Նախագահն էս բան արեց։ Հենց անակնկալի փես մեզ։ Լավ անակնկալ է։ Շատ լավ անակնկալ է։ Սեմ կյանքն փոխվեց, էլի նոր կյանք եք սկսում։ Պատասխանը ոնց որ մարդը դժողքից դրախտ է։ Եվ ահա պահը, որին այս ընտանիքը սպասել է երկրաշարժից անցած 23 տարվա ընթացքում։ Ղաբուզյանները բնակարան են ստանում Ստեփանավանի նոր կառուցված շենքերից մեկում, արդեն կահավորված, ու այս ռեպորտաժն էլ դիտելու են համայնքի նվիրած հեռուստացույցով։ Ուզում եմ շնորհավորեմ եւ հանրապետության նախագահի կողմից հանձնեմ հավաստագիրը։ Շնորհավորում եմ ձեզ։ Վայելեք տունը։ Հերոս Զավակ դասերակաց ընտանիքի կյանքը այսուհետև շարունակվելու է նոր մթնոլորտում։ Խոսքը ոչ միայն նյութական փոփոխություններին է վերաբերում։ Շատ ու շատ իրեն, բոլորը նկատում են, որ անցնում է, բոլորը ցեն տալիս մատով, որ նայեք, այս այն տղայի մայրն է։ Որ գնում ես, բոլորը ճանաչում են։ Բան ոնց։ Ո՞վ չուզի տենց արևան ունենա։ Լոռեցի հազարավոր երիտասարդներ այսօր հայկական բանակի շարքերում իրենց ծառայությունն են տանում։ Ի վիճակի է արդյոք մեր երկիրը այսպիսի չափանիշներով ապահովել իր բոլոր արժանի զավակներին։ Ուրեմն մարզում բոլոր ընտանիքները կապահովեն նոր բնակարաններով։ Համենայն դեպս ես սիրոք մեր երիտասարդներին, այն երիտասարդներին, ովքեր արդեն պատրաստվում են աշնանային զորակոչին, պետք է ասեմ, որ հետևեն Արտակի սխրագործություններին, որովհետև մեր Հայաստանի Հանրապետությունը նման երիտասարդների կարիք ունի։ Բարով վայելեք տունը։ Շնորհավոր, բարով վայելեք։ Արթուր Գրիգորյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Հայաստանի ազգային եւ Արցախյան պատերազմի հերոսը կդառնար 54 տարեկան։ Մոնթեն ամերիկահայ էր, մասնագիտությամբ ուրարտագիր, կոչումով հայդատի եւ արցախյան ազատամարտի նվիրյալ։ Սփյուռքահայ տարբեր համայնքներում ծավալել է քաղաքական, քարոզչական եւ մարտական գործունեություն, որի արդյունքում մի քանի անգամ հայտնվել է բանտում։ Տեղափոխվելով Արցախ 1991 թվականին հիմնել է հայրենասիրական ջոկատը, 92 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Արցախի մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարությունը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է շահել բնակչության սերն ու հարգանքը, իր անկեղծությամբ ու մաքրությամբ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճարը։ 1993-ի հունիսի 12-ին Մոնթեն եւ իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահմեքենայի, կարծելով հայեր են, մոտենում են, պարզվում է ադրբեջանցիները։ Սկսվում է փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվում են Մոնթեն եւ իր ընկերը Սարիբեկը։ Հետմահու Մոնթենին շնորհվում է Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Եվ մի հաղորդագրություն Պաշտպանության նախարարությունից, այստեղ այսօր տեղի է ունեցել նախարարինքից կոլեգիայի նիստ, քննարկվել է զինված ուժերի զարգացման ընթացքը։ Նիստը բացել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հիմնական զեկույցում ներկայացրել է զինված ուժերի զարգացման ընթացքը, որն իրականացում է Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա։ Քննարկում նվիրված Ղարաբաղի հակամարտության կարգավորման 2011 թվականի ժամանակագրությանը։ Խոսել են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերի հանրային խորհրդի նախագահ Մասի Իսմայելյանը։
Ալեքսանդր Իսկանդարյանը մասնարարաբար ասել է, թե անցնողը հանդիպումների տարի էր և առանձնացրել Կազանյան հանդիպումը, որը նրա համոզմամբ բանակցային գործընթացի հետագայի վրա դեռ իր ազդեցությունը կունենա։ Որպեսզի հակամարտության կարգավորումն առաջընթաց ապահովի ու հանգուցալուծում ունենա, միայն Ռուսաստանի դերակատարումն ըստ Իսկանդարյանի բավարար չէ, անհրաժեշտ ու ամենակարևորը Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի կամքն է։ Մասիս Իսմայելյանը կարծում է, որ պետք է ուշադրությունը սևեռել Արցախի միջազգային ճանաչման վրա։ Թեև տարեսկզբին Ադրբեջանը հայտարարում էր, թե Հայաստանն է սպառնալիք իրենց անվտանգության համար, տարեվերջին սակայն տեսանք հակառակը, Ադրբեջանն է պատկառուցում սահմանային գոտում, Հայաստանը ազատագրված տարածքներում ճանապարհների շինարարությամբ է զբաղված։ Հայաստանը, Ղարաբաղն ու Սփյուռքը պետք է ավելի ակտիվ աշխատեն միջազգային ճանաչման ուղղությամբ։ Բանակցային գործընթացն ու Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը պետք է զուգահեռաբար տարվեն։ Անցնելով օրվա մշակութային թեմաներին տեղափոխվենք Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք, որտեղ անցկացվել է Ծագող աստղերը Կռեմլու միջազգային փառատոնը։ Դասական երաժշտության այս փառատոնն արդեն 3-րդ տարին է, ինչ անցկացվում է Կռեմլի Ալեքսանդրովյան ոսկեզօծ դահլիճում։ Ծագող աստղերը Կռեմլու փառատոնում ելույթ է ունեցել 2 տասնյակ երիտասարդ կատարող, այդ թվում վերջին տարիների հայտնություն համարվող Նարեկ Հախնազարյանը։ Երիտասարդ տաղանդների շքահանդեսին մասնակցել են եվրոպական պետությունների առաջին տիկնայք։ Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է Ռիտա Սարգսյանը։ Մոսկվայից պատմում է Նունե Ալեքսանյանը։ Աշնանվերջին և ամանորին ընդառաջ Մոսկվան դարձյալ նույն հարկի տակ է համախմբել դասական երաժշտության նորահայտ տաղանդներին։ Արդեն 3-րդ անգամ Կրեմլի վեհաշուկ Ալեքսանդրովյան դահլիճը իր դռներն է բացում Ծագող աստղերը Կրեմլում միջազգային փառատոնի մասնակիցների առջև։ 3 տարի և տասնյակ նոր անուններ, որոնք արդեն այսօր ուրվագծում են դասական երաժշտության ապագան։ «2011-ին փառատոնն անհամեմատ ընդլայնել է իր սահմանները։ 2 տասնյակից ավելի երիտասարդ տաղանդներ, որոնց հայրենիքն ու դավանանքը մեկն է՝ երաժշտությունը։ Սվետլանա Մեդվեդևայի հրավերով գալահամերգին ներկա էին Բելգիայի թագուհի Պաոլան, Սլովենիայի և Կիպրոսի նախագահների տիկնայք։ Փառատոնի պատվոհյուրն է նաև տիկին Ռիտա Սարգսյանը, ով կազմակերպիչների կողքին է մտահղացման սկզբից ի վեր։ Շատ կարևոր է, որ այսօր պետության առաջին դեմքերը նստած են այս համերգին, ներկա են գտնվում այդ երիտասարդների համերգին, այսպիսով համընդհանուր իրական արժեքների քարոզչություն է այսօր գնում։ Ծագող աստղերը Կրեմլում Անդրանիկ փառատոնը մեկնարկել է 2009 նոյեմբերին Ռուսաստանի առաջին տիկնոջ նախաձեռնությամբ, որի առաջին արձագանքողներից էին Վլադիմիր Սպևակովն ու ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։ Դասական արվեստը կարիք ունի, որպեսզի հովանավորեն, որպեսզի աջակցեն, օգնեն, որովհետև շատ մեծ աշխատանք է պահանջում։ Երիտասարդները, որոնք նվագում էին այսօր, եթե դուք նկատեցիք, որպեսզի կարողանան 5 րոպե ներկայացնեն իրենց արվեստը, նրանք պետք է մոտավորապես 10 տարի աշխատեն իրենց վրա, որպեսզի կարողանան ներկայացնել այդ 5 րոպեն։ Հայաստանն այս տարի երիտասարդ տաղանդների այս շքահանդեսում ներկայացնում է Նարեկ Հախնազարյանը, ում Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում փայլուն հաղթանակից հետո այստեղ համարում են տարվա հայտնությունը։ Մինչդեռ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ։ 2007-ին Նարեկը նվաճեց Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի ոսկե մեդալ, ապա նաև արժանացավ Հանրապետության նախագահի մրցանակին։ Երաժշտական խիստ ներկայացուցչական այս ստուգատեսում առանձնահատուկ հուզմունքով են ներկայացնում հայրենիքը, մանավանդ որ մասնակից բոլոր երաժիշտները արժանի են ամենաբարձր գնահատանքի։ Այս տարի շատ ուժեղ երաժիշտներ են, շատ լավ երաժիշտներ են, ես շատ ընկերացանք, շատ շփվեցինք բոլոր երկրների երաժիշտների հետ եւ շատ հաճելի մթնոլորտ է։
Ալեքսանդրովյան դահլիճի գալահամերգը 2011-ի 2 տասնյակից ավելի ծագող աստղերի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է միաժամանակ։ Հանդես գալ մեր ժամանակի լավագույն նվագախմբերից մեկի Մոսկվայի վիրտուոզների եւ Վլադիմիր Սպիվակովի հետ նույն բեմում։ Բայց երիտասարդ վիրտուոզները արժանապատվորեն հանձնեցին այդ քննությունը եւ հրաժեշտ չեն տալիս Մոսկվային։ Չէ՞ որ Կրեմլի ոսկեզուծ դահլիճում մեկնարկը ընդամենը հաղթական ճանապարհի սկիզբն է։ Նոնի Ալեքսանյան, Հարություն Վարդանյան, առաջին լրատվական, Մոսկվա։ Մշակութային հաջորդ տեսանյութը Սանկտ Պետերբուրգից է։ Անմա կոմիտասը շարունակում է ոգեշնչել ամենատարբեր ժանրերի երաժիշտներին։ Հայկական ջազի ակունքները ալբոմի հեղինակը կոմիտասի գրի առաջ ժողովրդական մեղեդիների ջազային մեկնաբանությունը պայմանավորում է ժամանակակից աշխարհի կյանքի ռիթմերով։ Ռուսաստանի հյուսային մայրաքաղաքից պատմում է Գոհար Մարտիրոսյանը։ Կոմիտաս վարդապետը դժվար պատկերացներ, որ իր գրի առաջ ժողովրդական մեղեդին կարող է հնչել նաև այսպես։ Հայկական ժողովրդական երգերի նման յուրահատուկ մեկնությունը Պետերբուրգաբնակ կատարող Ֆրանց Բետոյանի Անդրանիկ հայկական ջազի ակունքները ալբոմի այցեքարտն է։ Ձայնասկավառակի համերգ շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում Jazz Philharmonic Big Band-ի նվագակցությամբ։ Ես շատ դժվարանում էի միացնեմ կոմիտասի նվագածը, թե չէ, որովհետև դա շատ դժվար է իրենից հետո երգել։ Բայց հետո հիշելով, որ մենք ապրում ենք հիմա այն ժամանակում, որ տեմպերը կյանքի շատ արագ փոխվում են, ու մեր երգերի տեմպերն են փոխվել։ 12 տարեկանից ջազով զբաղվող Ֆրանցը երաժշտական դպրոցից հետո ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը տնտեսական կիբեռնետիկա մասնագիտությամբ եւ աշխատել խոշոր ընկերությունում։ Ցավով է հիշում, որքան դժվար էր իր հետ գործուղման տանել սիրելի սաքսոֆոնը, այսպես էլ առաջացավ վոկալով զբաղվելու գաղափարը։ Հայկական ջազի ակունքները ալբոմում տեղ գտած երգերի ընտրությունը պատահական չէ։ Դե այդ մեղեդիները վաղուց ես լսել էի ու երգել էի հայկական դպրոցում, Կիրակնորյա դպրոցում Պետերբուրգում։ Ու այդ իմ մանկության երգերն են, այդպես ասած։ Մեծամասնությամբ Կոմիտաս, Սայատնովա, հետարքիրը նաև որ մշակում արել է ոչ հայ մարդ, դա Վալերիա Գերցենովն է։ Դաշնակահար եւ կոմպոզիտոր Վալերիա Գերցենովան գոհունակությամբ նշում է, որ մեղեդիների մշակման արդյունքը ներդաշնակ է այն հնչյուններին, որի սկզբանե լսել է իր հոգում։ Շատ էի ցանկանում պահպանել այդ մեղեդիների հայկական հիմքը եւ ոչ մի դեպքում չէի ուզում դրանք վերածել, ասենք, ջազ ռոքի։ Ձգտեցի պահպանել դրանց ոճը, ինչն իմ հիմնական խնդիրն էր։ Հուսով եմ հաջողվել է։ Հայկական ջազի ակունքները ալբոմի վրա աշխատանքը տևել է շուրջ 1 տարի։ Դրան մանրգրկված է 9 ստեղծագործություն։ Գոհար Մարտիրոսյան, առաջին լրատվական, Սանկտ Պետերբուրգ։ Քանի դեռ Ռուսաստանում ենք նշեմ, որ դեկտեմբերի 4-ին այստեղ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել 2012 թվականի մարտի 4-ը։ Դաշնային խորհուրդն այս որոշումն ընդունել է միաձայն։ Այս կիրակի կանցկացվի միասնական Ռուսաստան կուսակցության համագումարի երկրորդ փուլը, որտեղ կուսակցությունը կառաջադրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։ Իրեւ նախագահական լիազորությունների նոր ժամկետն արդեն 6 տարի է, նախկին 4-ի փոխարեն։ Նախագահի պաշտոնին են հավակնում ուրիշ Ռուսաստան կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, Ռուսաստանի Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը եւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Վլադիմիր Ժիրինովսկին։ Հաջորդը միջազգային լրահոսից իրադրության փոփոխություն մերձավոր արևելյան զարգացումներում։ Հանգուցալուծում է սպասվում Եգիպտոսում, որի մայրաքաղաքում չդադարող ցույցերի մասնակիցները պահանջում են զինվորական իշխանության անհապաղ հեռացում։ Լարվածյան նոր ալիք կարող է բարձրացնել Սիրիայի շուրջ տիրող դրությունը։ Սիրիային պաշտպանելու Հեզբոլա շարժման հայտարարությունից հետո Իսրայելը մարտական պատրաստության է բերել զինված ուժերը։
Եգիպտոսում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում նույնիսկ նոր վարչապետի նշանակումից հետո։ Ուրբաթօրյա աղոթքից հետո Կահիրեի Թահրիր հրապարակը դարձյալ լեփլեցուն է ցուցարարներով, որոնք չեն ընդունում Քամալ Գանզուրիի տեխնացությունը, քանի որ վարչապետի պաշտոնում նրան հաստատել է ռազմական խորհուրդը։ 78-ամյա Գանզուրին վարչապետ է եղել Հոսնի Մուբարակի նախագահության ժամանակ 1996-ից 99 թվականներին, ինչն էլ անհանգստացնում է եգիպտոսցիներին։ Գանզուրիի նշանակումը նրանք համարում են զինվորականների քաղաքական խորամանկություն ու նախկին վարչակարգի մասնակի վերակենդանացում։ Ցուցարարները վարչապետի պաշտոնում ընդունում են 3 տեխնացուի՝ Մագատեի նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեին, Ձախ ընդդիմության եւ իսլամիստական շարժման ներկայացուցիչներին։ Ցուցարարները պահանջում են նաեւ հետաձգել երկուշաբթի նշանակված խորհրդարանական ընտրությունները եւ դրանք անցկացնել զինվորականների իշխանությունից հրաժարվելուց հետո։ Իրադրությունը լարված է նաև Սիրիայում, լրանում է Դամասկոսին Արաբական լիգայի ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Սիրիական կողմը չի շտապում կատարել կազմակերպության պահանջը 500 միջազգային դիտորդներին ընդունելու, Սիրիայում նրանց ազատ տեղաշարժն ու անվտանգությունը ապահովելու վերաբերյալ։ Դիտորդները պետք է տեղում գնահատեն իրադրությունը, ճշտեն արդյոք Սիրիայի իշխանությունն իրականացնում է հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված լիգայի ներկայացրած պահանջները, ապահովում է քաղաքացիական անձանց պաշտպանությունը։ Եթե Դամասկոսը խուսափի փաստաթուղթը ստորագրելուց, ապա Արաբական լիգայի ֆինանսների նախարարները կքննարկեն Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների փաթեթը։ Այն նախատեսում է դադարեցնել Սիրիայի կենտրոնական բանկի հետ ֆինանսական գործարքների կնքումը, սառեցնել վարչակարգի ակտիվները, ջեղել հայտարարել Դամասկոս ավիաթռիչքները։ Սիրիայի ներսում եւ նրա շուրջ ստեղծված լարված իրադրությունը ստիպել է Իսրայելին Լիբանանի հետ սահմանում զորքը բերել մարտական պատրաստության վիճակի։ Իսրայելին անհանգստացրել է Հեզբոլլահի ղեկավարի հայտարարությունը, որտեղ նա զգուշացնում է, որ պատերազմը կսկսի ամբողջ տարածաշրջանում, եթե փորձեն հարձակվել իր դաշնակիցների Սիրիայի ու Իրանի վրա։ Շեյխ Նասրալլահն հայտարարել է, թե կազմակերպությունը լավ զինված է ու մարզված եւ պատրաստ է Իսրայելին հակահարված հասցնել։ Իսրայելի բարձրաստիճան զինվորական Վիլնային հաստատել է, որ Հեզբոլլահը վերածվել է վտանգավոր կազմակերպության, որին չի կարելի թերագնահատել։ Մարիամ Ղիթարյան, Առաջին լրատվական։ Այսքանը դուք դիտում եք առաջինի գլխավոր թողարկումը։ Ես ձեզ հրաժեշտ չեմ տալիս, մենք կհանդիպենք ավելի ուշ հարցազրույցում։ Ես սպասում եմ արտարադատության նախարար Հրայր Թովմասյանին։